Վարչապետ Քարոզ Արշավի այս թեժ փուլում դուք հայտարարեցիք, որ Հայաստանում կան տեսներ, ոչ միայն քաղաքական, այլ իրավական առումով, ձեր հայտարարությունից հետո երեք արդեն քրեական գործ հարուցվեց եւ բարձրացավ, որ խոսքը Բարգավաճ Հայաստան երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի մասին է, ըստ ձեզ երիկամապահների։ Դուք այս օրերին վարվերաբար զգուշացումներ եւ սպառնալիքներ եք հիշեցնում ձեր գլխավոր ձեր իրավունք հայտնված այդ իրեք ուժերի ներկայացուցիչների հասցեին եւ այս ֆոնին է այս գործառույթում արդյոք սա ինչ է մարդկանց համար կարծելու որ իրավապահները գործել են ցուցումով այս քրեական գործառույթով եթե ոչ այստեղ նկարագրված դեպքերը վերաբերում են 2024 թվականի ապրիլի ազգային ժողովուրդը ունեցած փախնիստի քանի դուք ենթադրում եմ մանրամասներից տեղյակ կլինեք խոսքը արդյոք սահմանազատման հանձնաժողովների սահմանազատման գործընթացի վերաբերյալ այդ փախնիստի մասին է որի ներկային եղել փոխվարչապետ Մարկոս նախարարը եւ այս վավերության գործը եթե դա ցույց չէ եւ իսկապես այն process-ը, որը իրավապահները կնքում են, ինչպես է գնահատում այստեղ իրավապահների աշխատանքը, այսինքն ստացվում է, որ 2 տարի ձեր եւ նրանց կողմով լրտեսը եղել է ազատության մեջ եւ շարունակել է գործել եւ երրորդ հարցը դուք նաեւ այստեղ նկարագրված է այն շրջանը, որտեղ Անդրանիկ Թևանյանը չի եղել ազգային ժողովի պատգամավոր, բայց նշված է ու հավաքագրել է փաստեր, դուք ունեք տեղեկություններ, այսինքն նիստից ներկա ինչ-որ մեկն է կամ գուցե երկուսն են, չգիտեմ, մարդիկ են նրան տեղեկություններ փոխանցել այդ դեպքում պատասխանատվության այլ շրջանակներ ևս գուցե այստեղ ավելանան եւ երրորդ հարցը դուք քիչ առաջ խոսեցիք Ռուսաստանի հետ փայլուն նորմալ հարաբերությունների մասին, ասում եք, որ իրական է արդյոք այս գործընթացը նկատի ունեմ ինչ ես վարկեցի, ես քրեական գործը եւ այն բնույթները, որ դուք եք հիշեցնում լրտեսության հետ կապված, սա արդյոք հենց հարաբերությունների ճգնաժամի մասին չի փաստում եւ առհասարակ ձեր գնահատում ինչպես այն կանգնադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Շնորհակալ եմ։ Նախ քրեական գործի մասին եկեք արձանագրենք, որ գործի օպերատիվ հատված իրականացրել է վարչապետի ենթակա մարմինը ազգային անվտանգության ծառայությունը, այսինքն ես բնականաբար բոլոր մանրամասներին կարող եմ տեղյակ լինել։ Երկրորդը, երբ որ լրտեսության գործ է բացահայտվում, բնականաբար դա ունի նաև որոշակի օպերատիվ հետաքրքրություն։ Այսինքն մենք հիմա էլ ուրիշ լրտեսության գործեր ունենք, լրտեսներին չենք բռնում։ Մի պարզ պատճառով, որովհետև մենք հետևում ենք օպերատիվ, որպեսզի ցանցերը բացահայտվեն։ Գործելակերպերը բացահայտվեն, ել չեմ ասում, լրտեսի ստացած հանձնարարությունները նաև մեզ տեղեկություն են տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին եւ ձերբակալման որոշում կայացվում է այն ժամանակ, երբ որ օպերատիվ հետաքրքրությունը սպառվում է։ Այսինքն պարզ է, չէ՞, լրտեսը գործունեություն է ծավալում։ Հենց իմացանք լրտեսը գնալ միանգամից բռնելը, կներեք դա գրագետ չի։ Պետք է թողել իր կապերը տեսնել, տեսնելու հետ աշխատում, ումա փոխանցում ինֆորմացիա, ումից է ստանում ինֆորմացիա, ինչ հանձնարարություններ է տալիս իր կուրատորը իրան, ինչի մասին է այդ հանձնարարությունները, որովհետև այդ հանձնարարությունները ինֆորմացիա են չէ տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին։ Ում է ներգրավում, որ կուսակցության ցուցակում է հայտնվում, ոնց է հայտնվում այդ կուսակցության ցուցակում, այդ կուսակցության ղեկավարը ումից է ստանում հրահանգը, ինչու է կատարում այդ հրահանգը, գիտակցում է, թե չի գիտակցում, որ ինքը գործ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունից իրեն տրված հանձնարարականի հետ։ Եվ նա ով կատարում է օտարերկրյա հատուկ ծառայության հանձնարարականը, ինքը նույնպես առնվազն չկլասի լրտես է։ Հասկանում է, թե չի հասկանում, թե հասկանալու հետ պրոբլեմներ ունի։ Եվ դա ավանդաբար հայտնի է հայ հանրությանը։ Այս բոլոր հարցերը պետք է պարզաբանվի, չէ՞։
կապ ունի արդյոք նրա հետախուզման մեջ գտնվող որդու գործոնը, այդ գործոնով իր վրա ազդելն են, թե չեն ազդել։ Թե ինքը կամավոր ծառայում է սեփական երկրի շահերի դեմ, թե ինչ-որ բիզնես շահեր ունի։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Այսօր էլ լրտեսներ կան, որ գիտեն, որ լրտեսներ են։ Իրենք չգիտեն, որ մենք գիտենք։ Որ պահին ճիշտ համարենք գործողություն անել, այն պահին ճիշտ են անում ենք այդ գործողությունը, որպեսզի այդ ռեսուրսը իր օպերատիվ հետաքրքրությունը, մեր հետաքրքրությունը ամբողջությամբ բավարարվի։ Որոշումը կայացում այն պահին, երբ որ հասկանում ենք, որ արդեն ամեն ինչ գիտենք, այլ նոր բան իմանալ չենք կարող, հետևաբար պետք է գնալ արդեն գործողության։ Գործողությունը կասեցնել։ Մանրամասների մասին քննչական մարմինները ըստ պատահության կտեղեկացնեն, որտեղ դա արդեն քրական գործով գտնվող հանգամանքներ են, որոնց վերաբերյալ հետագա պարզաբանումները կտրվեն։ Ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, ես ձեզ ուրիշ օրինակ բերեմ, ասենք օրինակ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները։ Մինչև հիմա մեր մենք ավիացիոն սեր ցուցակում ենք։ Եվ մեզ չի հաջողվում դուրս գալ ավիացիոն սեր ցուցակից, դա նշանակում է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում ճգնաժամ կա, չի նշանակում։ Ես հասկանում եմ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ հարուցելու ցանկություն ունեցողների թիվը բավականին մեծ է եւ Հայաստանում եւ Ռուսաստանում։ Բայց ես ինչպես ասել եմ, մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, առավելևս չենք կռվելու, որտեղ դա անլուրջ է։ Հայաստանը իր մասշտաբներով, Ռուսաստանը գերտերությունը, որին պետք է վերաբերվել հարմանքով եւ մենք վերաբերվում ենք հարմանքով։ Եվ Ռուսաստանի շահերն ենք մենք վերաբերվում հարմանքով։ Ես նախկինում ասել եմ, ելի ասում եմ, որ Հայաստանը երբեք ներգրավված չի եղել հակառուսական գործողությունների մեջ, ներգրավված չի եւ ներգրավված չի լինելու։ Ես ձեզ նախորդ բրիֆինգի ժամանակ պատվեցի մի դրվագ, որ պաշտոնական բանակցությունների ժամանակ ասվեց, որ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների, Հայաստանի եւ Եվրամիության հարաբերություններին վնաս է հասցնում Ռուսաստանի շահերը։ Ես խնդրում եմ մի օրինակ բերեք։ Երկու անգամ այդ հարցը կրկնել եմ եւ ոչ մի օրինակ հնարավոր չի եղել բերել, որովհետեւ չկա այդպիսի օրինակ։ Ասում է, որ Ուկրաինայի նախագահը եկել է Հայաստան, կներեք, իսկ ինչու պետք է չգար Հայաստան։ Ինչի որ Հայաստան-Ադրբեջանի այդ կոնֆլիկտի մեջ էր, Ադրբեջանի նախագահը չէր գնում Ռուսաստան։ Կամ Ռուսաստանի նախագահը չէր գնում Ադրբեջան։ Այսինքն մենք ասենք եղել է տենց դեպքեր, որ մենք ասենք ինչի է այն ժամանակ, երբ որ Հայաստանը Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ էր։ Եղել է տենց բան, որ մենք ասենք ինչի Ադրբեջանի նախագահը գնում Ռուսաստան կամ Ռուսաստանի նախագահը գնում Ադրբեջան։ Այսինքն ինչ մենք հարաբերությունները պետք է մանավանդ ես դեռ 2022 թվականին ասել եմ, որ մենք Ուկրաինայի հետ կապված հարցերում այն ժամանակ հապկում մեր գործունեությունը նույնիսկ սառեցված չէր։ Ես ասել եմ, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չի։ Շատ բարձ տրամաբանություն է, ի՞նչն է պրոբլեմը։ Ինչի պետք է Ուկրաինայի նախագահը չկար Հայաստան։ Ի՞նչն է խնդիրը։ Էլի եմ ասում, որ առնվազն այնքան, ինչքան մեր կոնֆլիկտի ժամանակաշրջանում Ադրբեջանի նախագահը քանի անգամ գնացել Ռուսաստան։ Կամ Ռուսաստանի նախագահը քանի անգամ գնացել Ադրբեջան։ Այսինքն դա ինչ բան է, այսինքն ինչ մենք պետություն չենք, Ուկրաինան պետություն չի, Ուկրաինային ՄԱԿ-ի անդամ պետություն է, եվրոպական քաղաքական համայնքի անդամ պետություն է։
ինչպես դուք եք նշում, պետությունից լրտես գործուղել ընդդեմ Հայաստանի շահերին գործելու համար։ Գիտեք, ես ուզում եմ ասել, որ Հայաստանը եւ Ռուսաստանը պայմանագիր ունեն մինանց տարածքում լրտեսական գործունեություն չծավալելու։ Խախտվել է պայմանագիրը։ Չգիտեմ։ Դա ընթացքում կերել։